Գնահատման համակարգի հետ կապված նայեք, ես այս խնդրի մասին լսել եմ նաև մեր տարբեր սովորողներից, որոնք գալիս են ինձ մոտ առանձին ընդունելության, մենք պայմանավորվել ենք, որ եւս մեկ քննարկում կունենանք։ Իհարկե մենք ունենք ընթացիկ վերլուծություններ, մոնիտորինգ, որոնք ցույց են տալիս, որ իրականում գնահատման համակարգի ազդեցությունը փոփոխության դրական է։ Այստեղ գիտեք որտեղ է խնդիրը առաջանում, քանի որ մենք գտնվում ենք անցումային փուլում, հիմա մենք ունենք նոր գնահատման համակարգով սովորող երեխաներ, որոնք առաջին դասարանից չի, որ դրանով սովորում են։ Եվ հետևաբար նրանք որևէ այլ մոտեցմամբ արդեն իսկ իրենց մոտեցումները ձևավորելով, հետո անցում կատարելով նոր չափորոշիչի եւ նոր գնահատման համակարգին ավելի դժվար են այդ ուրեմն փոփոխություններին հարմարվում, որտեղ գիտեք, որ նոր չափորոշիչը ներդրվեց երկրորդ, 5-րդ, 7-րդ, 10-րդ դասարանում, ինչը նշանակում է, որ օրինակ 7-րդ դասարանում նոր չափորոշիչով սովորողները 6 տարի այլ ձևով էին սովորել եւ այս անցումային փուլը բնականաբար առաջին հերթին նրանց համար է դժվար։ Այն երեխաները, որոնք առաջին դասարանից իսկ այս մոտեցումներով սովորում են, հավատացնում եմ ձեզ, որ մոտիվացիայի հետ կապված խնդիր մենք չենք ունենում, բայց իհարկե սա մի մեծ փոփոխություն է, որը միշտ պետք է քննարկել ու մենք եւս մեկ քննարկում կանենք այս թեմայով։